Բարոյձեզ Ֆակտոր TV հյուրը հայկական խորհուրդ մտակենտրոնի ասոցիացված փորձագետ քաղաքագետ Էդգար Վարդանյանն է, ողջույն պարոն Վարդանյան։ Հայտնի է դարձել, որ Պուտինի աշխատակազմը դրամաշնորհի միջոցով ֆինանսավորելու է իր փափուկ ուժի ընդլայնումը արտերկրում, մասնավորապես կենտրոնանալով Հայաստանի վրա, ըստ ռուսական RBK-ի այդ լրատվամիջոցի աղբյուրների համաձայն նախագծի բյուջեն 165 միլիոն դոլար է, այն կղեկավարի բոլորից լավ հայտնի Կիրիենկոն, որը, ինչպես հիշում ենք, Վեդոմստի լրատվամիջոցի հաղորդման համաձայն հանձնարարական կունենա 2026-ի խորհրդանական ընտրություններից առաջ փափուկ ուժի միջոցով առաջ մղել ռուսական շահերը Հայաստանում, ինչ սպասել։ Դեզինֆորմացիոն նոր արշավ։ Կարճ։ Այո, որովհետև փափուկ երկար։ Դե գիտեք ինչ, փափուկ ուժը ամերիկյան կոնցեպտ է իրականում։ Փափուկ ուժը ենթադրում է այնպիսի ազդեցություն գործել երկրների վրա, որն իրականացվում է հիմնականում մշակույթի միջոցով, որն իրականացվում է հետևյալ սխեմայով. դու ներկայացնում ես քո երկրի գրավչությունը, ցույց ես տալիս, թե ինչ հետաքրքիր, գրավիչ արտադրանքներ լայն առումով դու ունես եւ դրանով, այսպես ասած, այնպես ես անում, որ մարդիկ դրական վերաբերմունք ունենան քո նկատմամբ։ Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ ինքը հենց ըստ էության հիմքը դրել է հիմնականում փափուկ ուժի վրա եւ օրինակ, չգիտեմ, ամերիկյան կյանքի ձևը, չէ՞, ժողովրդավարությունը, ազատությունը, այո, դրան մեջտեղ բերելով ցույց տալու, որ եթե դուք այսպեսին լինեք, այո, մշակութային արտադրանքը գրավիչ է եւ իհարկե տեխնոլոգիաներ եւ այլն, բայց Ռուսաստանի ինչ ունի, խորհրդանական ընտրություններն են գծվում։ Իհարկե, բայց եւ խնդիրը այդտեղյալն է, Ռուսաստանը ինչ ունի այսօր գրավիչ, որով կարող է օրինակ գրավել հայ հասարակության ուշադրությունը եւ այնպես անել, որ դրական վերաբերմունք ձևավորի Ռուսաստանի նկատմամբ։ Եվ այստեղ դրա համար կարծում եմ, որ խոսքը միայն ու միայն դեզինֆորմացիոն արշավների, հիբրիդային տարատեսակ այսպես հարձակումների, ըստ էության դեզինֆորմացիոն արշավները իրենք հիբրիդային սպառնալիքների գործիքակազմի մեջ են մտնում։ Այսինքն Պուտինի աշխատակազմից ֆինանսավորվելու է հիբրիդային հարձակումները Հայաստանի դեմ ստացվում։ Այո, կարծում եմ, որ այդպես է։ Եվ հիբրիդային հարձակումները իհարկե բացի դեզինֆորմացիոն արշավներից, դա ես այդ հիմնականը նշեցի, բայց այնտեղ կան նաև կիբեր հարձակումներ, դրան էլ պետք է բնականաբար սպասել եւ պատրաստ լինել։ Բացի կիբեր հարձակումներից տնտեսական շանտաժ, նույնպես այդպես գործիքակազմի մեջ են մտնում հիբրիդային սպառնալիքների, այսինքն որոշակի չէ, տնտեսական կախվածությունը, որ Հայաստանը ունի, դա անընդհատ այսպես օգտագործվելու է ինֆորմացիոն դաշտում, վախեր սերմանելու, ասելու, որ այ եթե դուք այսպես չանեք, մենք կօգտագործենք այդ տնտեսական գործիքները ձեր դեմ եւ ձեր տնտեսությունը դրանից կտուժի եւ հասարակությունը դրանից ընդհանուր առմամբ կտուժի եւ այլն եւ այլն։ Սերմանվելու է վախ, այսպես ասենք, հնարավոր ռազմական գործողություններից, ընդ որում այստեղ կարծում եմ, որ Սոլովյովի հայտարարությունը հայտնի, որը շատ է արդեն քննարկվել, նաև այս կոնտեքստում կարելի է դիտարկել, այսինքն այստեղ առաջ է քաշվելու այն գաղափարը, որ այ եթե դուք օրինակի համար արևմուտքի հետ խորացնում եք ձեր հարաբերությունները, դա Ռուսաստանի դեմ է եւ արդյունքում եթե վերընտրվում են այսօրվա իշխանությունները, դուք կստանաք պատերազմ Ռուսաստանի հենց ուղակի, այսպես ասած, գործադրմամբ։ Այսինքն Փաշինյանի եւ պատերազմ բառի միջև հավասարության նշաններ դնել։ Այո, կարծում եմ փորձ է արվելու այդպիսի քարոզչություն իրականացնել այդ սխեմայով եւ նաեւ իհարկե ավանդական բոլոր տեսակի, այսպես ասած, թեմաները, այսինքն Թուրքիայով թուրքական գործոնով վախեցնելը, առաջ է մղվելու նաև բնականաբար այն գաղափարը, որ ազգային, այսպես ասած, ավանդույթներն են վերանում Հայաստանում, որովհետև արևմուտքը ցանկանում է այդ այլասերված արևմուտքը ցանկանում է իր
կարգերը հաստատել աշխարհում եւ Ռուսաստանին ուզում է դուրս մղել հիմա տարածաշրջանից եւ հաստատել իր կարգերը, այդ այլասերված կարգերը, որոնք ազգային Հայաստանի, ուրեմն հայ ժողովրդի ազգային ինքնությանը դեմ են եւ ամբողջությամբ այսպես կախվածության մեջ են գցելու հայ ժողովրդին այդպես չար արևմուտքից։ Եւ հայերը պաշտպանված կլինեն իրենց ազգային արժեքներով, եթե Ռուսաստանի հետ լինեն, քանի որ իհարկե ազգային արժեքների պետությունը։ Բայց տեսեք, լավ, քարոզչություն, ենթադրենք ինչ որ քաղաքական գործիչներ հայտնվեցին, որոնք ասացին, եթե ռուսական ռազմաբազան չլինի, Հայաստանը կկործանվի, բայց եկեք հիշենք էլի մեր ոչ վաղ անցյալը ռուսական ռազմաբազան կար, բայց Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները եւ այդ ռազմաբազան տեղից չի շարժվել։ Ընդհանրապես ավելին ռուսական զինծառայողներ կային հայ-ադրբեջանական սահմանին եւ Ադրբեջանը զավթել է մեր տարածքները կամ ռուս խաղապաներ կային Արցախում եւ Ադրբեջանը վերցրել է իր վերահսկողության տակ օկուպացնելու ըստ էության էթնիկ զտման ենթարկելով այդ մարդկանց, հա, չնայած Պուտինի այսպես անմիջական երաշխավորությանը անվտանգություն հիմա Կիրիենկոն կամ նրա հայաստանյան քարոզիչները ինչ էլ ասեն, հայ ժողովուրդը փաստերի հետ չի կարողանում առնչվել, այսինքն ինչի վրա են հույս դրել այդ պարագայում։ Դե գիտեք ինչու, այստեղ արդեն երկրորդ հանգամանքն ենք մենք քննարկում, արդյոք էֆեկտիվ կարող է դա լինել եւ արդյոք նրանք այս ամեն ինչը մտածելուց, չգիտեմ, համոզված են եղել, որ իրեն կհաջողեն։ Կարծում եմ, որ առաջի հարցին պատասխանելով, կարծում եմ, որ էֆեկտիվ չի կարող լինել այդ արշավը, հենց առաջի հերթին ձեր կողմից մեջբերված հանգամանքների պատճառով կնեք կան փաստեր եւ կան մեկնաբանություններ, հասկանում։ Կարելի ասել Ռուսաստանը մեր փրկիչն է, բայց չի փրկել, չէ՞, մեզ փաստը։ Այո։ Եվ դրա համար կարծում եմ, որ շեշտը դրվելու է նրա վրա, որ Ռուսաստանը կարող է, այսպես ասած, խնդիրներ ստեղծել ձեզ համար, եթե դուք շարունակեք այս ճանապարհը։ Դուք կարող եք ենթարկվել Ռուսաստանի կողմից այս կամ այն ձևով ինչ որ ռազմական ասենք գործողությունների։ Եթե արմուտքի հետ խորացնենք հարաբերությունները։ Այո, բայց դա էլ կարծում եմ չի աշխատելու, մի շարք հանգամանքներից ելնելով։ Առաջինը այն, որ Հայաստանը սահման չունի Ռուսաստանի հետ, այդ ինչպես են, հա, այսինքն այդ ռազմական գործողությունները իրականացնելու։ Երկրորդը բնականաբար Ռուսաստանը այսպես մխրճված է պատերազմի մեջ եւ լավ մարզավիճակում չէ։ Երրորդը արևմուտքը մտել է տարածաշրջան եւ Միացյալ Նահանգները, որը այսօր որպես գերտերություն, հա, գերակտիվություն է ցուցաբերում միջազգային ասպարեզում, ուղղակիորեն նույնպես մտել է տարածաշրջան եւ մենք գիտենք հայ-ամերիկյան հարաբերությունները վերջի շրջանում այսպես բավականին լուրջ խորքային այսպես մակարդակի են, շատ բարձր մակարդակի են եւ թրիփը վկա, հա, այս գործոնը նույնպես եւ գիտեք ինչ վերջի վերջո նաեւ հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանին էլ անհրաժեշտ է Հայաստանի հետ այսպես նորմալ հարաբերություններ ունենալը, որովհետեւ այնուամենայնիվ տնտեսական որոշակի օգուտներ է Ռուսաստանը ստանում նաեւ այդ հարաբերություններից։ Բայց եթե ենթակայացված Հայաստան լինի, հեչ վատ չի լինի, չէ՞։ Իհարկե, բայց խնդիրը հենց այն է, որ ինչ գնով դա, հա, այսինքն որքանով է դա հնարավոր եւ ինչ գինես դու դրա համար վճարելու։ Այսինքն դրա համար ես կարծում եմ, որ նույնիսկ այդ վախի սերմանումը նույնպես անարդյունավետ է լինելու մեծամասամբ, բայց թեկուզ եւ նաեւ նրանք մտածում են հետեւյալը, իսկ ինչ անենք։ Գնանք ինչ անեն իրենք, չէ, իրենց տեսակետից նայենք, հա։ Եկեք իրենց անելիքներից նաեւ խոսենք 26-ի ընտրությունների համատեքստում ըստ RBK-ի հրապարակման նրանք լավ այսպես հնարավորություն են տեսնում ընտրություններում, երբ որ Կայա Կալասը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել է իրենց արտաքին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով աջակցություն ոչ միայն ֆինանսական, այլև այսպես գիտելիքի, հա, մենք գիտենք տեխնոլոգիական եւ այլն, Հայաստանում կային քաղաքական ուժեր, որոնք սուր քննադատեցին, ասացին, որ սա Հայաստանի ներքին գործեն խառնվելու փաստ է եւ Փաշինյանը տղա է բերում ընդդիմության վրա միջամտելու ներքին քաղաքականությանը, Եմեն խառնվում է մեր ներքին գործերին։ Այս սпасելը ընդդիմության այս գործիչներից
դատապարտում Կիրիենկոին եւ Պուտինին, որ նա գրանտ է տալիս Հայաստանում ըստ էության ռուսական փափուկ ուժ այսպես սահմանմամբ, հա, միջամտության համար, օրինակ չէ որ մենք սուվերեն երկիր ենք նաեւ ըստ մեր ընդդիմության եւ նրանք բնական կլինի, որ հենց հիմա հայտարարություններ տարածեն դատապարտելով Կիրիենկոյի միջամտությունը Հայաստանում 165 միլիոն դոլարի ներդրումը։ Ոչ, իրենք չեն դատապարտի դա։ Ինչու եք թերահավատ, պարոն Վարդանյան, մի տեսակ Չեն դատապարտի ինչու, որովհետև շատ կտրուկ հնչեց։ Այո, որովհետև իրենք գտնում են, որ միայն ու միայն Ռուսաստանի հետ, Պուտինի հետ այնպիսի հարաբերությունները, որոնք մենք կարող ենք դիտարկել որպես վասալային հարաբերություններ, բայց իրենց համար դա ազգափրկչյան, այսպես ասած, հարաբերություններ են, միայն դա կարող է փրկել հենց իրենց առաջի հերթին, իսկ իրենք նույնականացնում են իրենց Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ, հայ ազգի հետ։ Տեսեք ինչ նրանք նարատիվներ են առաջ քաշում։ Ոչ բոլոր նրանք, որոնք ասենք, չգիտեմ, իրենց տեսակետը չեն կիսում, օրինակ, հա, նրանք դավաճաններ են, նրանք ժեխ են։ Կնեք, դա հասկանալի է այդ խոսույթը, բայց նրանք դեմ են ԵՄ-ի միջամտությանը Հայաստանի ներքին գործերին։ Պետք է որ դեմ լինեն այլ Ռուսաստանի միջամտությանը, որ այդ տրամաբանությունը այս դեպքում չի աշխատում։ Իրենց համար դա չի աշխատում, որովհետև իրենք ասում են, տեսեք, մենք ազգ ենք ուզում փրկել, հա, այդ ազգ փրկելու համար յուրաքանչյուր միջոց ընդունելի է, կիրառելի է։ Հա, բայց արտաքին դաշնակից նրանք նորմալ են դիտարկել ռազմական հեղաշրջման նարատիվները, օրինակ։ Նորմալ են դիտարկել։ Չեն դատապարտել այդպիսի բան, չէ՞։ Հետո ըստ նաև քնչական, այսպես մարմինների, հա, ըստ դատախազության եւ այլն, նաև այդ ընդդիմության մի շարք կարկառու ներկայացուցիչներ մասնակցել են, օրինակ, հեղաշրջման կազմակերպման փորձին, չէ՞։ Այսինքն նրանց համար ըստ էության այդ ամեն ինչը ընդունելի է եւ իրենք ասում են, որ տեսեք, նույն կերպ ոնց որ օրինակ միգուցե այդքան էլ ճիշտ չի պատմական զուգահեռներ անելը, բայց այնուամենայնիվ որոշակի նմանություններ այստեղ կարող ենք էլի տեսնել։ Հիմա, ասենք, հայ բոլշևիկները ժամանակին խորհրդայնացումը ոնց էին ընդունում։ Խորհրդայնացումը դա, մի տեսակ, օկուպացիա բառը փոխարինելու փորձ է։ Ահա, բայց էությունը ինչ էր։ Էությունը այն էր, որ Մոսկվան, չէ, հաստատեց իր իշխանությունը Հայաստանի վրա։ Հայերի միջոցով, հայ կոմունիստների միջոցով։ Այո, նաև հայ կոմունիստերի միջոցով։ Հիմա մոտավորապես, այսինքն իրենք այդ պարադիգմայի շրջանակներում են դիտարկում։ Այսինքն իրենք ասում են, որ մեզ կնշանակեն Հայաստանում լուրջ այսպես պաշտոնների, մենք կունենանք բիզնես, մենք կշահենք դրանից, հա, եւ շատերը նաեւ հավատում են նրան, որ, չգիտեմ, արևմուտքը վատն է եւ այլն։ Մի մասը իհարկե կարծում եմ նման բաների չի հավատում զուտ ուղակի ցինիզմից ելնելով, հա, այսինքն զուտ իր անձնական շահը առաջ տանելով։ Մտածում է, որ դա իր համար լավ կլինի, որ իրեն տեղապահ կնշանակեն օրինակի համար, ինքը կօգտվի առիթներից, ինքը տարատեսակ այսպես ռեսուրսներ կունենա եւ հայտու ինչ որ ռուսները որոշեն թե այս տարածքը ոնց պետք է ապրի ընդհանրապես, այս տարածքում ապրող մարդիկ ոնց պետք է ապրեն։ Այսա է նրանց տրամաբանությունը եւ դրա համար ասում են, որ հա ինչ խնդիր է այստեղ կա, որ շատերը այսօր բացահայտ խոսում են նաեւ դրա մասին, բացահայտ չեն թաքցնում։ Նայեք մամուլը, ընդդիմադիր դաշտում, այսպես ասած, մի շարք գործիչներ արդեն բացահայտ ասել են, օրինակ Սոլովյովի հայտարարության մասին, որ հա, ասենք, այսպես տրամաբանական բան է ասում ինքը ըստ էության, իրողությունը արտահայտող բան է ասում, կամ մենք չենք լինի ընդհանրապես, կամ կլինենք ռուսների հետ, բա է դա տարբերակը, բա ուրիշ տարբերակ կա արդյոք, հասկանում եք։ Նրանք այս պարադիգմայի շրջանակում են մտածում, դրա համար իրենց համար այդ տրամաբանությունը, որը շատ տրամաբանական է ձեր ասածը բնականաբար, հա, որովհետև երկակի ստանդարտ այդտեղ փաստորեն կա, չէ, բայց ես լավատես եմ եւ մեր ընդդիմության մասին շատ լավ կարծիք եմ եւ վստահ եմ, որ այդ դատապարտումները կլինեն Ռուսաստանի, այդ թվում այս տաղավարը։ Դե կհետևենք, կտեսնենք, հա, ինչպես է լինելու այդ դատապարտումները, բայց խնդիրը հենց ամբողջ այն է, որ ամբողջությամբ իրենց նարատիվներին համահունչ է, չէ, այս ամեն ինչը։
Իրենք դա են ասում վերջի վերջը։ Ասում են, որ մենք պետքա արևմուտքից ազատվենք, արևմուտքը չար է, արևմուտքը Թուրքիան է մեր պարագայում, ուզում եք որ Թուրքիան մեզ կուլ տա, չէ, ով կարող է դրա դեմ դուրս գալ։ Միայն ու միայն Ռուսաստանը։ Վերջ, սա է։ Հասկանում եք, ինչ խնդիր էստեղ կա։ Այսինքն իրենց համար էստեղ խնդիր չկա ըստ էության։ Այսինքն այն ինչ որ դուք ասում եք, բնականաբար նորից եմ ասում, ինքը տրամաբանական է, բայց իրենց դեպքում դա ակնկալել կարծում եմ չարժե։ RBK-ն Ես ձեր լավատեսությունը չեմ կիսում։ Լավ, կհետևենք։ Բայց կարող են նրանք որոշակի զգուշավորություն ցուցաբերեն հաշվի առնելով այս բոլոր տեսակի դիսկուրսները, որ հիմա մենք Ես որ հաստատ ընդդիմությունից ով եկավ այստեղ հարցնելու եմ սա, ինձ թվում է կգան ամեն դեպքում այդ հարցից չեն խուսափի։ RBK-ի աղբյուրների համաձայն Հայաստանում առաջադրանքներից մեկը հավանաբար կլինի վարչապետ Փաշինյանի դեմ ընդդիմության կազմակերպումը այս տարվա վերջին նախատեսված ընտրություններից առաջ, վերջին չի, մեջտեղում է, ինչ որ սխալ բան կա։ Մինչ Փաշինյանը պահպանել է հարաբերությունները Ռուսաստանի հետ 25-ին մի քանի անգամ այցելելով այդ երկիր, ազդեցիկ ռուս մեկնաբանները խստորեն քննադատել են նրան եւ չեն թաքցրել, որ կցանկանային տեսնել փոփոխություն Հայաստանի կառավարությունում եւ արևմտամետ կողմնորոշման մեջ։ Ձեր կարծիքով ինչ սեգմենտների մասին է խոսքը, ում մասին է խոսքը, դեմքեր, քաղաքական ուժեր, ում միջոցով Ռուսաստանը կփորձի անել այն, ինչ որ այստեղ գրված է։ Գիտեք, կարծում եմ փորձը կարվի օգտագործել բոլոր այն ուժերին, այն շրջանակներին, որոնք խիստ քննադատական էլ նույնիսկ այդ բառը երևի տեղին չէ, էլի ասենք, հա, մի խոսքով որ ամբողջությամբ ամեն կերպով, ամեն բառերով տարատեսակ ծայրահեղ նարատիվներով դեմ են այսօրվա իշխանություններին, դեմ են եվրոինտեգրմանը, հա, այդ բոլոր շրջանակներին կփորձի բնականաբար օգտագործել իրենց միջոցով իրականացնել այդ նաև հիբրիդային հարձակումները։ Բնականաբար նախկին իշխանությունները այստեղ ոչ միտեղ չեն գնացել, հա, եւ նրանց կողմից առաջ քաշվող տարատեսակ պրոյեկտները ուղակի կամ անուղակի, թաքնված կամ ոչ թաքնված, հա։ Նաեւ բոլոր նրանք, որոնք ասում են, որ դե գիտեք ինչա նախկիններն էլ մի բան չեն, բայց դե պարզ է, որ այս իշխանությունները դավաճան իշխանություններ են եւ այլն, իրենց վրա առաջի հերթին կարծում եմ նաև շեշտը կդրվի, որովհետև նախկին իշխանությունները թեև օգտագործվելու են եւ այսպես բավականին լավ նրանց համար դաշնակիցներ են, կապեր ունեն, պատմություն կա եւ այլն, բայց նաև Կրեմլում տեսնում են, որ ինչ ուզում են անել, տեսեք ինչ ասես եղավ, հա, տարածաշրջանում Հայաստանի հետ կապված եւ այլն, բայց նախկին իշխանությունների վարկանիշի աճ տեղի չի ունեցել, միայն անկում է տեղի ունեցել։ Որևէ կերպով, այսինքն չկա, նույնիսկ այն գործիչները, որոնք փորձում են ինչ-որ նորություն մտցնել ընդդիմադիր դաշտում, այսպես ասենք, հա, փորձում են հրապարակայնորեն իրենց դիստանցավորել նախկին իշխանություններից։ Բայց նաև ասում են, որ եթե մենք խորհրդանացնենք, միասին կոալիցիա կկազմենք։ Բնականաբար, մենք նրանց հետ կապ չունենք, բայց կոալիցիա կկազմենք։ Այո, սիտուացիոն կոալիցիա են դա էլի նրանք անվանում, որ այ փրկելու համար իրավիճակը, բնականաբար նրանց հետ կարելի է աշխատել։ Իսկ այ օրինակ Նիկոլ Փաշինյանի կամ այլ արևմտամետ ինչ որ քաղաքական ուժերի հետ ոչ, իհարկե չի կարելի։ Էսա նրանց, ասենք, դիրքորոշումը։ Եվ կարծում եմ, որ նրանց վրա բավականին լուրջ այսպես խաղադրույքներ կտրվեն, այսինքն այդ քաղաքական ուժերն են, որոնք փորձում են այսպես կոչված երրորդ ինչ-որ ճանապարհով գնալ, երրորդ ուժ գաղափար առաջ տանել եւ այլն, քննադատելով օրինակ Հայաստանի եվրոինտեգրումը, քննադատելով Արևմուտքին, հա, եւ այլն։ Ու բնականաբար առաջի հերթին այսպես խիստ կերպով քննադատելով իշխանություններին բարձ է։ Ասելով, որ մեր անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, եթե Ռուսաստանը չլինի, Թուրքիան մեզ կհարձակվի կուտի, Ադրբեջանը կուտի եւ այլն, բայց սա այս նարատիվն էլ ոնց որ
չի աշխատում, էլի ոնց որ կար Ռուսաստանը մեր կյանքում, բայց մեզ կերան, այսպես ասենք, հա։ Չգիտեմ, նոր նարատիվներ են երևի պետք։ Այո, կարծում եմ, որ դա էլ չի աշխատում, բայց այստեղ կարծում եմ, որ այդ տեսակի քաղաքական ուժերը հնարավորինս քիչ են գովելու Ռուսաստանին։ Հա, վատն է, բայց մեր վատն է, էլի, այսպես։ Փորձելու են խուսանավել, խուսափել, այսպես Ռուսաստանին նկատմամբ գնահատականներ հնչեցնելուց։ Փորձելու են դա անել։ Այ եթե երբ որ նման ուժերը ձեր հյուրերը լինեն, փորձեք ուղղակի այդպիսի հարցեր տակ։ Օրինակ, ինչպես եք դուք գնահատում Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի նկատմամբ։ Իմ թերությունն այն է, որ ես միշտ կոնկրետ եմ հարցնում։ Այո։ Եվ կտեսնեք, որ խուսանավելու են, խուսափելու են ուղիղ այդ հարցերին պատասխանելուց։ Օրինակ, արդյոք Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ հիբրիդային հարձակումներ է իրականացնում, հա? Այդ կոնկրետ հարցը որ տակ խուսանավելու են, ասելու են, որ դե ով չի իրականացնում, բոլորն էլ իրենց ազդեցությունը ունեն եւ այլն եւ այլն։ Իրականացնում հիբրիդային հարձակում հայ եկեղեցու դեմ, հայ ինքնություն դեմ։ դեմ։ Այո։ Բայց սա հիմնավոր նարատիվ չի, ավան դեպքում եկեղեցու թեման բավականին այսպես լուրջ իշխանության գործողությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դնում ամեն դեպքում։ Չեմ կարծում, բայց այստեղ բնականաբար իրենք օգտագործելու են այդ թեման հարվածելու իշխանություններին հարվածելու համար։ Նայեք, տարբեր բաներ են օգտագործվելու։ Կարող ենք թվարկել ուղղակի։ Առաջինը շատ մեծ ուշադրություն են դարձնելու նրան, թե ինչպիսի խնդիրներ կան Հայաստանի ներսում կառավարման համակարգում։ Մենք գիտենք, որ կան օբյեկտիվ խնդիրներ։ Կան։ Իրենք այդ խնդիրները վեր են հանելու, իրենք այդ խնդիրները չափազանցնելու են, իրենք այդ խնդիրները կոնտեքստից հանելու են, հա, եւ այնպես են ներկայացնելու, որ Հայաստանում միայն ու միայն հենց այդ խնդիրներն են, որևէ այլ բան չկա, այսինքն չկա դրական զարգացում այս կամ այն ոլորտում, չկա դրական առաջընթաց այս կամ այն ուրեմն համակարգում, այս կամ այն ինստիտուտում եւ այլն։ Այդ դա անելու են։ Նրանք բնականաբար սխալները իշխանությունների նույնպես վերցնելու են, դարձնելու են առաջնային, ասելու են, որ դա սխալ չի, դա դիտավորությունն է, բնականաբար ասելու են նաև, որ բացի են, որ դիտավորյալ են այդ ամեն ինչը անում, նաև ոչ պրոֆեսիոնալ են, ամեն ինչ օգտագործելու են ապատեղեկատվություն, բնականաբար, առանց դրա անհնարին է լինելու։ Օրինակ, քանի մզկիթ է ըստ ձեզ կառուցվելու Հայաստանում առաջիկայում։ Դե ըստ նրանց իրենք երևի թիվ էլ կասեն։ Իսկ Էրդողանը կորոշի ով է Հայաստանը։ Բնականաբար ըստ նրանց Ալիևը կարծում է։ Դե իրենք կասեն, որ Էրդողանը ավելի ծանրակշիռ է, երևի թե Էրդողանը այո կորոշի։ Կարևորը Պուտինը չորոշի, չէ՞, ըստ այդ տրամաբանության հակառակ։ Չէ, իրանց կարծիքով բնականաբար Պուտինը ոչ մի բան չի որոշում։ Պուտինը ինքը այսպես շատ ծանրակշիռ, միջազգային իրավունքը հարգող, ժողովրդավարական ազատությունները սիրող, հարգող, պետությունների սուվերենությունը հարգող։ Ես հիշում եմ, որ Զախարովը եւ աջակցող է, միշտ աջակցող։ Հիբրիդային պատերազմից էր խոսում Վրաստանի դեմ, ասում եմ մենք կապ չունենք նման հարցերի հետ, մենք աջակցում ենք ազգերի սուվերենությունը եւ ինքնիշխանությունը։ Այո, բայց ես կարծում եմ, որ այդ քաղաքական ուժերը այդ շեշտադրումները չեն անի, որովհետեւ իրենք գիտեն, որ որևէ մեկը լուրջ չի ընդունի նման բաները, հա, Հայաստանում։ Չկա էլի նման բան։ Ну, ասենք հա ինչ որ մարգինալ շրջանակներ կան, բայց հասարակության բացարձակ մեծամասնության համար այդ ամեն ինչը sense մի հատ անընդունելի բան կլինի, եթե իրանք ուղղակիորեն տենց ասեն։ Որ գիտեք, Ռուսաստանը այսպես լավ, այսպես միջազգային իրավունքի բաներով կանգնած, հա, պաշտպանության դիրքերում կանգնած պետություն է, բարի է, դրական եւ չէ։ Նրանք նման բաներ չեն ասում։ Տարբեր ուժեր Վրաստանի օրինակն են բերում, որ տեսեք Վրաստանը ոչ արմատամետ է, ոչ ռուսամետ եւ բավականին լավ արդյունքներ ունի, աղքատություն է կրճատվում եւ այլն։ Սա ինչ այսպես բանաձև է Վրաստանի օրինակը Հայաստանի դեպքում տարածել, որ եկեք լինենք Վրաստանի պես, այդպիսի համարյա քաղաքական ուժեր էլ կան, չէ՞, Հայաստանում։ Այո, կան, դե ըստ էության էլի նույն բանն է, էլի, այսինքն այստեղ էլ տեսեք Վրաստանում վախեցնում էին օրինակ պատերազմով։
Եթե Իվանիշվիլին չլինի, պատերազմ կլինի։ Այո։ Թեև բազմաթիվ փորձագետներ ասում են նման խնդիր ընդհանրապես չկա։ Եվ Արևմուտքը Վրաստանը ներկայացնում է Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։ Այո, այո։ Եվ այդ նարատիվները իհարկե ստեղ լինելու են միանշանակ։ Արդեն դե սկզբից խոսեցինք դրա մասին։ Գիտեք, բայց կարծում եմ, որ այ որևէ նարատիվ, որ կողմից էլ նայում ես, իրենք չեն կարող արդյունավետ լինել։ Բայց ելի ձեր հարցին նախնական հարցին վերադառնալով, բա ինչի են վերջի վերջո այս ամեն ինչը փորձել։ Բա ինչ են այսքան փող ներդնում։ Ինչ են այդ փողը ներդնում։ Հայաստանյան ռուսական կապիտալով բիզնեսների փողերը։ Բայ ինչ անեն, հենց այս ամբողջ հարցը։ Գոնե, ասում են, դե գոնե փորձենք, որոշակի ազդեցություն կարող է ունենալ, ասենք ինչ որ մի քանի տոկոսի վրա։ Գոնե, ասենք, կունենանք ընդդիմություն պրոռուսական, գոնե։ Էլի բան է։ Այսինքն այնպես չլինի, որ հանկարծ ստացվի այնպես, որ համել ընդդիմությունն է արդեն ռուսական վերահսկողությունից դուրս գալիս Հայաստանում։ Այսա արդեն նրանց համար կլինի տոտալ ֆիասկո։ Այսինքն կստացվի այնպես, որ Հայաստանում իշխանության համար պայքարին մասնակցում են, այսինքն ոչ թե մասնակցում են, այլ ռեալ հնարավորություն ունեն իշխանության գալու, այսպես սուվերեն, ժողովրդավարական մի քանի քաղաքական ուժ։ Այսա ֆիասկո է։ Սա նրանց համար ֆիասկո է, որովհետև այս դեպքում ստացվում է, որ այսինքն դու իշխանություններին քննադատես, իշխանությունների ռեյտինգը գցես, իշխանություններին թուլացնես, ընդդիմություն կա, էլի դեմոկրատական ինքը կգա իշխանության եւ միևնույն է, այսինքն Ռուսաստանը գործիքներ չի ունենալու ազդեցության համար։ Միևնույն է, արդեն կորցնում է փաստորեն վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ, հա։ Սա լուրջ բան է։ Դրա համար կարծում եմ, որ նրանք առնվազն մտածում են այդ ուղղությամբ, որ գոնե ընդդիմադիր դաշտը պահպանեն ռուսական վերահսկողության տակ, առնվազն։ Հետաքրքիր 26 թիվ է սպասում։ Այո։ Շնորհակալություն զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Էդգար Վարդանյանին։